24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, շարունակում ենք ներկայացնել Արցախյան իրականությունը։ Երջանիկ օրերից մինչև շրջափակում, պատերազմ, գաղթ ու կրկին պայքար։ Մարի Պողոսյանի հյուրն եմ լինելու այսօր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, ես գիտում ձեր խոսքումո բարբարի ու գրական հայերենի խառնուրդ կա, սկսենք հենց տղան, հա, ընտանիքը երևի պապան Արցախից, հա, մայրս Հայաստանից, հա, Հայաստան Արցախ միասնությունն է, հա, ու ոնց եք ապրալ Արցախում, մաման ոնց է հարմարվել Արցախում։ Ուրեմն 99 թվականին ենք տեղափոխվել Արցախ, երևի որ մայրս Հայաստանից էր ու գրական էր խոսում, երևի այդ պատճառով չեմ կարողացել լեզուս փոխեմ, բայց հասկանում եմ, շատ եմ սիրում։ Ձեզ արցախցի եք համարում։ Իհարկե։ Նույնիսկ մայրս իրեն արցախցի է համարում։ Խոսենք Արցախյան երջանիկ օրերից։ Երբ որ դուք ստեղծագործում եք Արցախում, շատ ու շատ աղջիկների համար երազանքի զգեստներն եք կարում, ձևում, չգիտեմ ինչպես է տերմինաբանությամբ ճիշտ հնչելու, բայց ուզում եմ հենց այդ օրերից խոսենք։ Արցախում իրոք շատ երջանիկ օրեր ենք ունեցել։ Ես այնտեղ ընտանիք եմ կազմել, երևի դա ամենաերջանիկ պահն է կնոջ համար, երեխաներ եմ ունեցել։ Չգիտեմ, իմ երևի ես որ կազմավորվել եմ, հենց Արցախում եմ կազմավորվել, որպես ինքնություն, որպես անձնավորություն, այո, ստեղծագործել եմ Արցախում, Արցախի կանանց համար, աղջիկների համար, հիմնականում տոնական զգեստներ են եղել, նշանադրության ու հարսանեկան, այդ ավելի Ինչպիսին են արցախցի կանայք, հա բծախնդիր էին, թե ավելի թեթև, այն որ սիրում էինք զուգվել, զարդարվել, դա բոլորն էլ գիտեն, ես վստահ եմ շատերն են տեսել նույնիսկ շրջափակման ժամանակ, հերթերի ժամանակ, որքան հարդարված էինք գնով եւ այլն։ Ինչպիսին էին իրականում նրանք։ Իրականում բծախնդիր չէին, չնայած դա իմ աշխատանքն է, ես պատրաստ եմ բոլոր այդ իրանց ցանկությունները կատարել, մանրուքները ուղղել, այնպես որ իրենց դուրը գա։ Նույնիսկ շրջափակման ժամանակ ես շարունակում էի աշխատել, հարսանեկան զգեստներ եմ, պատվերներ եմ ունեցել հենց այդ ժամանակահատվածում։ Չգիտեմ, երջանիկ էինք, թեկուզ շրջափակման մեջ էինք, թեկուզ ինչ-որ մի բան պակաս էր, նույնիսկ հագուստները կարելուց արդեն վերջին ժամանակահատվածում ինչ-որ բաներ չկար, թելը չկար, այդ գույնի կամ չգիտեմ, ինչ-որ կոճակը չէին գտնում կամ դժվար էր, բայց կարողացանք հաղթահարել։ Սա երևի աբսուրդի ժանրից է, չէ՞, 21-րդ դարում չգտնես գոնե մեկ կոճակ, հա, եւ փոխարինող ինչ-որ միջոցներ գտնում էիք, փորձում էինք, ամեն դեպքում փորձում էինք ինչ-որ ելք գտնել։ Ես ձեր սեղանին տարբեր գույների թելեր եմ նկատում ու կարծում եմ այսօր մեզ համար կստեղծագործեք։ Իհարկե։ Նաև կզրուցենք իհարկե այդ ընթացքում։ Նշեցիք, որ Արցախում եք ընտանիք կազմել, ձեր ամուսինը արցախցի է։ Չէ։ Դուք ամբողջ ընտանիքով այսպես փորձել եք երևի միախառնվել իրար եւ իրական հայկական ընտանիք եք երևի թե ստեղծել։ Դե չգիտեմ, պատահականություն է թե ինչա, ճիշտն ասած ես միշտ ուսանող ժամանակ էլի միշտ ասում էի, որ իմ ամուսինը պիտի Հայաստանից լինի։ Ինչպես ձեր մայրն ու ձեր հայրը։ Երևի։ Լավ օրինակ է, մանավանդ հիմա ամեն դեպքում ինչ եք անելու հիմա։ Ես զգեստներ կարում եմ, հենց սկզբից կարում եմ, նաև ասեղնագործում եմ։ Այս պահին մի փոքր ուղղվածությունս թեքել եմ դեպի մանկական հագուստներ, մանկական զգեստներ եմ սկսել կարել, ու հիմա այդ ընթացքի մեջ եմ, նաև ասեղնագործում եմ գեղեցիկ։ Ավելի հիմա ասեղնագործելու եք։ Մարի, նշեցիք, որ Արցախում նաև երեխաներ եք ունեցել, ընտանիք եք ձևավորել, ինչպես եք փոքրիկների հետ հաղթահարել շրջափակումը, կային իրեր, որոնք ցանկանում էին երեխաները, դուք չէիք գտնում, ինչ տարիքի են երեխաները։
Ունեմ երկու բալիկ, մեկ տղա, մեկ աղջիկ, տղաս 15 տարեկան է հիմա, իսկ աղջիկս 7 է, իհարկե քանի որ այնտեղ համարյա արդեն ոչինչ չէր մնացել, մտնում էինք խանութներ ու աղջկաս ասում եմ, տես որ իրոք չկա էլի, դրա համար չեմ առնում քո ուզածները, ու հետաքրքիր էր, որ ասենք եկանք Երևան, երբ աղջկաս հարցնում էի ինչա բլոկադան, ասում է այն որ ոչ մի բան չկա, աղջիկս իրականում թեկուզ փոքր է, երևի 7 տարեկան, ես թվում է փոքր են էլի դեռ, բայց մինչև հիմա ինքը իրան արցախցի է, ինքը միշտ իրան արցախցի է համարում, միշտ նկարում է, տատիկը, պապիկը նկարում է ու հետո այնտեղ տողեր էր գրել, որ ես Արցախում եմ ծնվել ու անպայման պիտի վերադառնամ իմ Արցախ, չգիտեմ, դժվար է, որ չգիտես երեխուն ինչ պատասխանես իր հարցերին, չես կարողանում էլի կգնանք, մի օր կգնանք թե ոչ, Հուսանք լավատեսորեն մոտենանք այս հարցին, ինչպես հիմա այսպես ուժ ենք գտնում մեր մեջ, պայքարում ենք, աշխատում ենք, փորձում ենք մեզ համար ինչ-որ մի զբաղմունք ու ապրելու միջոց գտնել։ Ամեն դեպքում ես գիտեմ, որ դուք Արցախից ձեզ հետ բերել եք ձեր կարի մեքենան եւ ինչպես եք մտածել, հա, որ առաջինը դուրս հանեք այն միջոցը, որով հիմա դուք գումար եք վաստակում նաեւ։ Միշտ որ մտածել եմ, որ պիտի դուրս գանք, առաջինը իսկապես մտածել եմ, որ պետք է վերցնեմ կարի մեքենաներս, հագուստներս միգուցե չվերցնեմ, չգիտեմ, խնամքի պարագաներս չվերցնեմ, բայց մեքենաներս պիտի վերցնեի ու առաջինը իրենց եմ վերցրել, իրականում հա մտածել եմ, որ իրենք իմ ապրուստի միջոցն են, ես պիտի գամ ու հոգամ իմ առօրյա հոգսերը, առաջինը իրենց եմ վերցրել ու գրքերը տղայիս դպրոցական գրքերը, որոնք որ ասենք հայոց լեզու դասագրքերը, այո, ասենք հայոց պատմություն, չգիտեմ, անգլերենը, ռուսերենը թողել եմ, ասել եմ ոնց որ այդ մերը չի, բայց հայոց լեզուն, այդ հայոց եկեղեցու պատմություն ասել եմ պիտի վերցնեմ։ Ու գրքերից բերել եմ նաև բանը Մուսա Լեռան 40 օրը, իրականում այդ գիրքը վերցրել էի, որ ընթերցեմ շրջափակման ժամանակ, բայց երբ սկսեցի կարդալ, մի տեսակ մեր իրականությանը շատ էր ու վախեցա շարունակեմ կարդալը, ասի չգիտեմ վերջը ինչ կլինի, հետո հետս բերեցի, կարողացա այստեղ վերջացնեմ կարդալը, նման էր, մեր իրականությանը շատ էր նման։ Ենթադրում եմ, որ երեխաները այստեղ դպրոց են հաճախում եւ պետք եկան այդ դասագրքերը, թե պահում եք այն որպես հուշ Արցախից վերված։ Տարբեր էին, այստեղի դասագրքերը տարբերվում էին։ Չէ, ես ուղղակի դրանց վերցրեցի, որ չոչնչացնեն։ Չգիտեմ, ինձ թվում էր ինչ որ մի մասնիկ Արցախից փրկում եմ, չեմ կարող ասել, ինչի վերցրի։ Ինչպիսին էր Արցախը ձեզ համար։ Արցախը իմ համար երևի ամեն ինչ էր, ու գիտեք ինչն էր հետաքրքիր, որ ասենք մարդիկ միշտ ասում են, որ ինչ որ տարվա եղանակ են, չէ, սիրում, ասենք մեկը ամառ է սիրում, մեկը աշուն է սիրում, ես միշտ զարմանում եի, ասում եի, ոնց կարելի է ինչ որ տարվա եղանակ սիրել, որովհետև ամեն եղանակ էլ ինչ որ գեղեցկություն ունի, չէ, իր մեջ, ու այս վերջի տարին նախքան որ դուրս ենք եկել էլի, ես հասկացա, որ գարունն եմ սիրում, ես էդի հասկացա Արցախում, այդ չգիտեմ, միգուցե կանխազգում էինք, որ վերջինն է, ես ոնց որ ծառերի կանաչելը, չգիտեմ, ցիտիկների ձայները մի տեսակ նույնիսկ նկարահանել եմ, ես շատ չեմ սիրում տենց նկարներ անել, վիդեոներ անել, բայց երևի կանխազգացել եմ, էլի տենց փողոցով քայլելուց վիդեոներ էի անում, նկարներ, հենց ուղղակի քաղաքի տեսարաններից ինչ որ բաներ էի նկարում։ Նույնիսկ ունեմ ծիծեռնակներին նկարած երկնքում։
Այ հիմա ես պատկերացնում եմ ինչպիսին կլիներ Արցախը այս ժամանակաշրջանում մանանդ մայիսյան եղանակ իսկապես երկինքը կապույտ էր ու մեկ էլ հանկարծակի անձրև էր սկսվում ու նորից կամ ծիածան էր լինում կամ արդեն կրկին արև էր լինում։ Ամեն դեպքում ինչպես սկսվեց սեպտեմբերի 19-յան իրողությունը ձեզ համար։ Ուրեմն տունն էի, մեծ տղաս դպրոցում էր, ու զանգահարեց ինձ ասեց մամաս ոնց որ մեր դասարանից ինչ որ մեկի ծնող զանգել է իր աղջկան ասում է տուն արի, ինչ որ ասում է բան ա լինելու։ Ես էլ ասի ոնց որ տղաս ասի, եթե ինչ որ բան լինի, ընդհանուր ուսուցիչները կհայտարարեն, որ տուն գնացեք կամ չգիտեմ ինչ, ու այդպես չասեցի դու էլ արի։ Ինչի համար մինչև հիմա ինձ մեղադրում եմ։ Ու մինչև 1 ժամ սկսվեց։ Ես այս 20 թվականից հետո պատրաստի ունեցել եմ այդ պայուսակս նկարներով, իմ փաստաթղթերով, այդ առաջին անհրաժեշտ տաք շորեր, թեթև շորեր երեխեքի հիմնականում միշտ ունեցել եմ պահած ու ոնց որ միշտ պատկերացրել եմ, որ հանկարծ ինչ որ բան լինի, ես ինչ եմ անելու այդ պահին։ Բայց այդ պահին չգիտեի ինչ անեմ, ամուսնուս ասում եմ, ինչ անեմ։ Ինչ անեմ, ասում է, ինչ անես, ասում է, իջի, նկուղ իջի։ Ու այդտեղ ասում եմ, բա տղես, ասում բայ, ասում եմ, տղես էլ դպրոցում է։ Տղես իրականում ժամը 5-ին են կարողացել գնացել վերցնել, որ արդեն մի փոքր կարծես թե թեթևացել էր այդ ռմբակոծությունները։ Դե չգիտեմ, մայրը ինչ կլինի, կես մարդ ես դառնում, մինչև երեխեդ գալի հասնում է քեզ։ Դժվար էր այդ գիշեր մեր բոլոր հարևանները մենք նկողում անցկացրեցինք։ Միջև բացվեց ավելի չարաբաստիկ առավոտը, այո։ Ավելի չարաբաստիկ է իսկիրով։ Երբ հասկացաք, որ պետք է դուրս գանք Արցախից եւ արդյոք կար այդ գիտակցումը, որ սա վերջն է։ Իրականում ես որ եկել ենք Երևան, երևի ամիսներ անցել ու ես հետո ինձ հարց եմ տվել. ինչի դուրս եկանք կամ ոնց դուրս եկա, ես չէի գիտակցում ուր եմ գնում, ինչի համար եմ գնում, միգուցե գնում եմ որ գամ, մենակ մտածում եմ երեխեքին հանեմ։ Եվ կարի մեքենա, ես կարի։ Այդ պահին չէ, կարի մեքենաներից չէի հիշում, բայց այդ պահին որ արդեն ասեցին դուրս են գալիս, վերցրեցի կարի մեքենաներից։ Հիմա ժպտալով ենք պատմում, բայց նույնիսկ ամենադժվար շրջանում մտածում ենք հետո ինչպես ենք ապրելու, ինչպես ենք ապրուստի միջոց գտնելու մի վայրում, որտեղ մեզնից շատերը ոչինչի ծանոթ չեն եւ ոչինչից տեղեկացված չեն։ Հիմա երբ որ ապրում եք մայր հայրենիքում, ինչ դժվարությունների եք բախվում։ Չգիտեմ, փորձում ենք։ Ավելի դժվար է այդ իրականության հետ հարմարվելը, երևի թե այդ առօրյա հոգսերը, ինչ թվում է ամեն մեկս մի ձևով հոգում ենք, մի ելք կգտնենք, բայց այն որ անորոշություն է ու չգիտես ինչ կլինի հետո, որ ուզում ես որ դա լինի, բայց մի տեսակ չես հավատում, որ դա ինչ որ մոտ ժամանակներում կլինի։ Խոսքը վերադարձի մասին։ Իհարկե, հա։ Ինչն եք ամենաշատը կարոտում Արցախից։ Արցախին եմ կարոտում։ Ես իմ տունը թեկուզ Վարչով եմ եղել, բայց իրան իմ տունն եմ համարում։ Ամեն ինչ, ամեն անկյուն, ամեն քար, հոտ, հող, չգիտեմ, մարդիկ, այստեղ որ քայլում եմ դեմքերը փնտրում եմ արցախցիների, որ թեկուզ դեմքով եմ ճանաչում, բայց իրականում իրենց չէի ճանաչել, ոնց ուզում ես գնաս մոտիկանաս, ասես ով եք, որտեղից եք, ես իմ ոնց որ կարոտը տառնես, էլի, ամուսինս էլ է տենց, թեկուզ ինքը Հայաստանից է, Ջերմուկից է, մի օր եկել ասում է, այսօր 4 հատ Ղարաբաղցի եմ տեսել, ասում եմ, օրդ լցվել է, ասում հա։
Գիտեք, առաջի շրջանում, երբ որ եկել էինք այստեղ, ես էլ փնտրում էի արցախցիների ու նկատել եմ, որ մենք իրար շատ նման ենք աչքերով։ Բոլորիս աչքերը արցունքոտված են մինչև հիմա, հա, հիմա դուք էլ ժպտալով պատմում եք ինչպես եք կեսմարդ դարձել, երբ որ ձեր որդուն հասել եք մինչև հասնելը ու ժպտալով, բայց ձեր աչքերը ձեզ մատնում են իրականում։ Ամենալուսավոր օրը, որ կար Արցախում, որն էր։ Դրանք շատ են։ Դրանք շատ են, հիմա տենց չեմ կարող առանձնացնել։ Իսկ ամենատպավորիչը։ Ֆավորիչը Արցախում, դրանք էլ են շատ։ Չեմ կարող հիմա հիշել։ Ինձ թվում է շատ են։ Ինչպիսին էր հրաժեշտից առաջ ձեր այն գիշերը, որ անցկացրել եք ձեր տանը։ Իրականում, որ հավաքվեցինք, ինչ դենց պետք էր կամ չգիտեմ պետք չէր, չենք էլ գիտակցում ինչ էր պետք, ինչ պետք չէր, ինչ հնարավոր էր վերցրեցինք։ Ես նորից երևի կրկնվեմ, երևի ես անգիտակցորեն, ինչ էլ վերցրել եմ անգիտակցորեն, ամենազավեշտալին, որ դուրս էինք եկել ու ամուսնուս ասում եմ, վայ, ասում եմ, գիտես, բայց աղբը չեմ թափել, մնացել է ու բանալին տվել էի հարևանուհուս, իրանք դեռ դուրս չէին եկել, ասի միգուցե տանտերը կուզենա գա իր տունը տենա կամ չգիտեմ, ես նույնիսկ մտածում էի, ահա մենք դուրս ենք գալիս, հետո ինչ որ մարդիկ մնալու են դեռ, ու ասում եմ, աղբը չեմ թափել, ասում եմ, սաղ հեչ, ասում եմ, աղբի մասին ես մտածում։ Ես ապշում եմ ուղղակի, հա, մենք օրինակ ափսեները լվացել ենք, դասավորել ենք դարակներում, մյուսը տան հատակն է ավլել, լվացել, դուք ուզում եք աղբը թափել, ինչ էինք մենք մտածում այդ պահին, հա։ Ես չգիտեմ, երևի որ տունը մաքուր լինի, էլի աղբը չմնա այնտեղ, չգիտեմ։ Հիմա մեկ մտովի վերադառնում եք ձեր տունը, մտածում տեսնես աղբը թափել թե չէ։ Այդ ասեցի, ասում կարող է զանգեմ հարևանուհուս, ասեմ տանի թափելի, թող տունը չմնա հոտ կգնի։ Այդպես։ Ու մեկ էլ ինչը չեմ վերցրել, որ շատ եմ փոշմանում, դա աղջկաս գրքերն էր, երկու հատ մեծ գիրք էի առել իրան, ինքը հենց տենց է կոչվում էր իմ մեծ գիրքը, իրանք ծանր էին բավականին, սենց հաստ թերթերով էին, ու որ եկել էինք այստեղ, ինձ անընդհատ ասում, մամ, ասում, իմ գրքերը խիչը բերեցիր, իմ գրքերը ասում, ինչի չվերցրեցիր, ես այդ մի բանը պիտի վերցնեի։ Ինչ է մտածում մայրը պատերազմի ժամանակ։ Ես բոլորի մասին ես մտածում, առաջին հերթին զինվորների, հենց մի հատ բան է տրաքում, ասում եմ, ես չեմ պատկերացնում են ծնողին ում որդին, ասենք սահմանին է, չգիտեմ, իրավիճակը ինչ է լինում։ Իմ տղաս դեռ փոքր է, ճիշտ է, ես մտածում եմ երեխաների անվտանգության մասին, իմ ամուսնու տնեցիների, չգիտեմ, հարևանների, բայց առաջի հերթին ոնց որ այդ զինվորների մասին էլի, թե ծնողները ինչ վիճակում են լինում, երբ սահմանին ինչ որ անհանգստություն է լինում։ Հիմա երբ որ մտովի վերադառնում եք Արցախ, որ փողոցով եք քայլում։ Ինձ ծանոթ։ Ու մեկ մտածում եմ, որ ասենք աղա մեծանամ ու մոռանամ այդ փողոցների անունները։ Այդպես մտքումս կրկնում եմ, որ հանկարծ տարիներ անցնի ու չմոռանամ էլի, չնայած հիմա կարող ես բացել ինտերնետը ու տեսնել, ես իմ հայկական փողոցների անունները, որովհետև հիմա թշնամին ակտիվորեն նաև սոցիալական ցանցերում է փոփոխում անունները, մանավանդ երբ որ նայում ես քարտեզները, նույնիսկ մտածել եմ միգուցե հետագայում Հատենց թեկուզ թերթի վրա ինչ որ այդ մեր անցած փողոցները, որտեղ ես միշտ քայլում էի, միգուցե տենց մի թեթև գծեմ անունները բանը սենց գրեմ, որ
հետո չմոռանալ։ Առաջարկում եմ հիմա միասին վերհիշենք բարբառով օգտագործվող 3 բառ, որը շատ ենք օգտագործում եւ մեր ուտելիքներից 3-ը, որը էլի կար մեր առօրյայում, հա, պարտադիր էր ու վերհիշենք բարբառով պարտադիր։ Ուտելիքներից առաջինը ժենգյալով հաց, որ ասում են ժենգյալով հաց, դա միանգամից Արցախն է պատկերացնում, իհարկե գինիով։ Պապայիս պատրաստած գինին եմ քաշած գինին եմ կարոտում ուտեստներից արցախյան գուցե խաշիլ չէ խաշիլը միակ կերակուրն է որ չեմ սիրում կուրկուտել եմ շատ սիրում խաշն եմ շատ սիրում խաշը Իսկ բարբառային բառերից որոնք էին հաճախ օգտագործվում Արցախում Ճիշտ ասած որ ես այդպես չեմ խոսում հիմա մի տեսակ դժվարանում եմ պատասխանեմ բայց ունեմ սիրած բառեր էլի արցախյան որ ասում են կնձմնձուկը հենց ինքը մի քիչ դժվար է չէ արտասանում է որ նոր է եկել ասում են կնձմնձուկ ու աղտիրած որ նոր է եկել տատիկիս մոտ Ղարաբաղ այդպես ամառային արձակուրդներին այն ժամանակ գալիս էինք մինչև տեղափոխվելը մի օր տատիկս ասում է գնա աղտիրածը բեր Գնացել եմ ասում եմ այդպես աղտիրածը ինչա հետո դա ամա թթուն է գնացի թթուն բեր Իսկ որ երեխաների վրա բարկանում եք ինչ որ մի բան չեք ասում բարբառով Չէ խլունկած Չէ ես երեք որ ամուսինս էլ է Հայաստանից տունը բոլորս արդեն գրական ենք խոսում Սա նաև երևի հեշտացում է երեխաների ադապտացիոն շրջանը, հա, այստեղ տղաս խոսում է, երկու ձևով էլ ազատ խոսում է, աղջիկս սիրում է, ասում է, սիրում եմ, որ ինքը տենց չի խոսում, բայց հասկանում է, բառեր ասում է, գիտի բան, ու սիրում է, որ արցախցի երեխաների հետ ալինում, այդ խոսում են իրանք իրար են, դա շատ է սիրում Հիմա պատկերացնենք ձեր տեսանյութերում տեսել եմ, որ շատ հաճախ եք տատիկ պապիկի մոտ գնում Պատկերացնենք, որ այս պահին տատիկ պապիկի մոտ նստած զրուցում եք, հա, ինչ կասեիք, ինչ կպատմեիք, հա, կասեիք, որ դժվար էր, հեշտ էր Կասեմ, որ եկել եմ, վերջապես եկել եմ քո մոտ, աղջիկս է շատ նկարում տատիկ պապիկը, ու տենց Արցախի վերաբերյալ շատ բաներ է գրում, էլի տենց ինքը Իրանով, Իրան ոչ մեկ չի ասում, սենց գրի կամ նենց գրի պարտադիր զինվոր է նկարում դրոշը Արցախի ու հարցում է մամա այն սպիտակ աստիճանները որ կասում Արցախի դրոշ դրանք որ կողմից նկարեմ որ ճիշտ լինի Հուսանք եւ հավատանք որ գալու է այդ օրը ձեր գործերին հաջողություն շնորհակալություն բոլորիս Արցախից բերված կարի մեքենաները ձեզ իսկապես ուժ տան հա այն էներգիան որ կուտակվել էր Արցախում այստեղ ձեզ փոխանցվի ու իսկապես կարողանանք պայքարը շարունակել Իհարկե մենք պետք է ուժեղ լինենք որ կարողանանք երևի հետ վերադառնանք Իհարկե շնորհակալ եմ անկեղծության համար Ձեզ էլ եմ շնորհակալ Այսպիսին էր մեր այսօրվա զրույցը հուսով եմ հավանեցիք կհանդիպենք